Կան հարցեր, առաջարկում եմ հաստատել հայցակարգը, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունվեց, շնորհակալություն։ Հաջորդ հարցը, խնդրեմ, պարոն Հովհաննիսյան, ձեր հարցն է, 22։ Շնորհակալություն, հարգելի պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկում հայտարարագրման ոչ ենթակա, նվազեցվող, այսինքն չհարկվող եկամուտների տեսակներ եւ շերմեր սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ Նախորդ տարի հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ եւ էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Ներդրվել է հայտարարագրերի ինքնաշխատ ներկայացման համակարգ։ Մասնավորապես, հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինը իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա։ Ֆիզիկական անձը կարող է նախալրացված հայտարարագիրը փոփոխել, իսկ փոփոխությունների չենթարկվելու դեպքում հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետի օրը այն համարվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված։ Այս շրջանակում նաև սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող, նվազեցվող եկամուտները։ Հայտարարատու ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները, պապերը, տատերը եւ թոռները։ Միաժամանակ նախատեսվել է, որ կառավարությունը կարող է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա այլ եկամուտների տեսակներ կամ շեմեր, այս դեպքում խոսքը արդեն ոչ ընտանիքի անդամներից ստացվող եկամուտների մասին է։ Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող եկամուտների տեսակներ եւ շեմեր։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն դրամը միանվագ ստացվող փոխառությունների գումարները, ոչ առևտրային կազմակերպություններից միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ անհատուց ստացվող ակտիվները, ժառանգության եւ նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից միանվագ մինչև 1 միլիոն դրամ արժեքով ստացվող գույքը եւ դրամական միջոցները եւ այլն, այսինքն ամբողջ ցանկը հավելվածով նրանք, որոնք հայտարարագրման ենթակա են եւ որոնք ենթակա չեն, որոնք ունեն շեմեր, սահմանվում է հավելվածով։ Այսքանը խնդրում եմ հաստատել։ Ժառանգությամբ ստացված դրամական միջոցները հասկանալի է, բայց գույքը լավ չհասկացա, պարոն նախարար, կներեք էլի մի հատ բարձաբանեք։ Սովորաբար ժառանգությամբ ստացված գույքը նաև ստացողի գնահատմամբ, որ գնահատվում եւ հայտարարագրվում է։ Եթե անշարժ գույքի մասին խոսք գնա մոտարկված արժեքը դեր ունի, թե անձը ինքնուրույն է գնահատում։ Ինքնուրույն գնահատում է։ Շատ լավ։ Հիմա պարոն նախարար, սա բավականին պարզեցնում է, չէ, իրավիճակը եւ լրացման կանոնները, ու ավելի հասկանալի մատչելի է դարձնում։ Սա շարունակությունն է այն փոփոխությունների, պարոն Գրիգորյան, որ մենք բախվել ենք անցած տարվա ընթացքում եւ մենք փորձել ենք հնարավորինս պարզեցնել, հնարավորինս հայտարարագրերի լրացման ընթացքը դարձնել ինքնաշխատ։ Իհարկե հասկանում ենք նաեւ, որ սա որոշակիորեն մեր տեղեկատվություն ստանալու հնարավորությունները սահմանափակում է, բայց մենք կարծել ենք, որ այս փուլում մեր քաղաքացիների հարմարավետությունը եւ պարզությունը, որովհետեւ մենք այս համակարգի ներդրման սկզբնական փուլում ենք դեռ, առավել կարեւոր է, քան այն երկարաժամկետ նպատակները, որ մենք մեր առաջ դրել ենք, հետագայում մենք կփորձենք առանց խնդիրներ ստեղծելու այդ տվյալների հավաքման process-ը հնարավորինս ինքնաշխատ շարունակել իրականացնել։ Նախարար, իսկ որ մտածում ենք, որ եթե անձը համաձայնություն է տալիս, ապա բանկերից ստացված եկամուտն էլ մենք արտացոլենք եւ ավտոմատ գեներացնենք, այդ տարբերակը արդեն աշխատում է, թե հլմշակման փուլում է։ Երևի ՊԵԿ-ի գործընկերներին պետք է հարցնենք, որովհետեւ իրանք են այդ մասով։ Պարոն Գրիգորյան, այս պայն կենտրոնական բանկի հետ ակտիվ աշխատում ենք ու առաջիկա ամիսներին կունենանք
Այսինքն ընթացքում է եւ նախագիծը եւ այդ թվային լուծումը, բայց միայն դա չի, մենք նաեւ կունենանք որոշ թվայնացում, այսինքն որոշ ավտոմատ փոխանակումներ, հատկապես կարծում եմ մեր կենսաթոշակ ստացող եւ սոցիալապես անապահով խավերին սա նաեւ կետաքրքրի, որ մենք նպաստներ, կենսաթոշակներ, սոցիալական օժանդակության տարբեր միջոցներ, զինծառայողների հիմնադրամի ստացող հատուցումներ, այս բացի այդ բանկերի ինֆորմացիայից նաեւ այս 4-ը կունենանք ավտոմատացված։ Ու արդեն ահռելի ինֆորմացիա ավտոմատացված կլրացվի, կնախալրացվի համապատասխան հայտարարագրում։ Բայց հիմա թոշակները չենք նախալրացնում, ինչի։ Դեռ ոչ, բայց կունենանք։ Այսինքն մինչև հունիս ամիսը կունենանք այդ։ Համեցեք։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ թոշակառուները առաջի անգամ այս տարի պետք է լրացնեն, այսինքն ըստ էության իրանք նոր են մտել համակարգի մեջ եւ ըստ էության իրանց համար ամբողջ տեղեկատվությունը, եթե իրանք այլ եկամուտներ չունեն, որևէ հավելյալ բան լրացնելու կարիք չեն ունենալու։ Հասկանալի է, բայց ես ուզում եմ հասկանամ ինչքանով ենք մենք սինխրոն։ Հիմա թոշակառուները պիտի լրացնեն 26 թվականի տվյալները 27 թվականին, հա? Չէ, 25 թվականի համար 26 թվականին։ Եթե 25 թվականի համար 26 թվականին, ապա եթե լուծումը ավտոմատացման մինչև հիմա չենք տվել, բան ենք առաջացնելու, ցայտնոտ ենք առաջացնելու։ Ես չեմ կարծում, որ լուծում։ Այդպիսի խնդիր չկա, պարոն Գիգոյան, որովհետև ուզում եմ հիշեցնել, որ մենք 2 տարի անցումային շրջան սահմանեցինք նոյեմբերի 1-ը միջև վերջնաժամկետ սահմանելով հենց այդ նպատակով։ Այսինքն մենք մինչև նոյեմբերի 1-ը թոշակառուների վաստակի ավտոմատացում, այսինքն կօգտվենք մեր աղբյուրներից եւ այո, իրենք կարող են հանգիստ նույնիսկ սպասել այդ լուծումները կլինի, դա կնախալրացվի, հետո կմտնեն կտեսնեն այդ ամբողջը ավտոմատ լրացված։ Այդ լուծումները, պարոն Հակոբյան, պարտադիր պետք է լինի։ Դա ֆիքսացիա։ Եթե մինչև նոյեմբերի 1-ը դա չունենանք եւ մեր հարգարժան թոշակառուներին ասենք մտեք լրացրեք հայտարարագրեր, դա կլինի նախ իրացիոնալ եւ երկրորդը կլինի մեծ անհարմարություն եւ մենք պիտի նման բան իմ կարծիքով թույլ չտանք։ Բացի թոշակներից էլ ինչներ, որ մենք որպես պետություն տվյալ ունենք, բայց ավտոմատացման խնդիր պիտի լուծենք, որ ավտոմատ գեներացվի։ Դե բանկերի մասին խոսեցինք, ես նշեցի այլ հարց։ Նպաստ սոցիալական օժանդակության տարբեր ծրագրերով ստացվող միջոցները, զինծառայողների հիմնադրամից ստացվող հատուցումները, այս սրանք բոլորը կլինեն եւ հանգիստ մինչեւ նոյեմբերի 1-ը լինելու են։ Մեր առաջի կիսամյակի առաջնահերթությունների մեջ հստակ ֆիքսված է ու այդ լուծումները կունենանք բավական շուտ, պարոն Գիգոյան։ Շատ լավ։ Խնդրեմ հարգելի գործընկերներ։ Շնորհակալություն, ես մի հարց ունեմ, պարոն Հովհաննիսյան, մենք այս համակարգը ներդնելուց մի հիմնական նպատակ ունենք, որպեսզի պրոֆիլավորենք մեր քաղաքացին, լավ ճանաչենք իրենց, ապագայում այդ մեր լավ ճանաչածը թիրախային օգտագործելու նպատակով։ Հիմա դուք մենք այսօր այս որոշումով բազմաթիվ բացառություններ ենք սահմանում, թե ինչ կարող է չհայտարարագրվել, հա, կամ ինչ շեմերով եւ այլն։ Արդյոք սա այդ ճանաչման գործընթացը չի թուլացնում մեր կողմից, հարց համար 1, եւ ըստ էության չի դառնում այս համակարգը միայն մեզ արդեն հասանելի ինֆորմացիաների պարզապես մի հավաքատեղի, որը մենք այս կամ այն կերպով գիտենք, բայց հավաքում ենք միտեղ եւ քաղաքացին ըստ էության ավել կամ քաղաքացի ճնշող մեծամասնությունը ավել բան չի փոխելու այն ի սկզբանե հայտարարագրված, ի սկզբանե լրացված տվյալների մեջ եւ եթե այդպես է ինքը ամբողջությամբ կարա ավտոմատացվի եւ որևէ գործողություն քաղաքացին չանի եւ երկրորդը մեր սովորական աշխատող են մեծամասնության համար ըստ էության բացի աշխատավարձից եւ այն վճարներից, որ մենք խոսում էինք, այլ ինչն է որ իրենք պետք է ինքնուրույն ավելացնեն դրա մեջ, կարող ենք թվել, որ մի քիչ ավելի հասկանալի լինի։ Շնորհակալություն։ Պարոն Թորոսյան, համաձայն եմ ձեր դիտարկման հետ եւ ես իմ խոսքում նաեւ նշեցի, որ այո, որոշակիորեն մենք այդ մեր նպատակից հետ քայլ ենք անում նրա համար, որպեսզի մեր քաղաքացիների համար ավելորդ բարդություններ եւ հաշվառման հետ կապված խնդիրներ չստեղծենք այս փուլում
որովհետև ինձ թվում է այս փուլում մեր հիմնական նպատակը կլինի համակարգի ամբողջական ներդրումը, դա մեր կյանքի մաս ոնց որ դարձնելը հեշտությամբ, որպեսզի ինքը ավելորդ բարդություններ չստեղծի, որպեսզի մեր քաղաքացիները ստիպված չլինեն ամեն մի դրամը, որը իրենք ստանում են կամ տալիս են իրենց ծանոթ բարեկամներին, հաշվառեն, որ հետո հայտարարագրեն այդպիսի իդեալական հաշվառում ունենալու տեսանկյունից, հետևաբար նաև սահմանել ենք այս 1 միլիոն դրամ շեմը, ամբողջ տեղեկությունը չի, որ մենք տիրապետում ենք եւ այնտեղ կա տեղեկություն, որը պետքա քաղաքացիները իրենք լրացնեն եւ սա ոչ միայն այդ նպատակն է հետապնդում, այսինքն հայտարարագիր ներկայացնելու, այլ նաեւ այդ եկամուտները հայտարարելու, որովհետեւ նախկինում մենք ունեինք կառուցակարգեր, որտեղ այդ ալ եկամուտները նույնպես պետք է հարկվեին, բայց չկար պլատֆորմ, որտեղ դա կարելի էր իրականացնել, այսինքն մարդը թղթային պետքա գնար պեկ, չոր դիմում լրացներ, ասել ես այսքան եկամուտ եմ ստացել եւ այլն, այսինքն սա նաեւ, այսինքն բացի ամեն ինչից, ինքը նաեւ բարձեցնում եւ մատչելի է դարձնում այդ ալ եկամուտների ստացման հայտարարումը եւ դրա հարկերի վճարումը, իդեպ դրա մասով նաեւ ունեցել ենք հավելյալ եկամուտներ անցած տարի, որը եթե չեմ սխալվում 4 միլիարդ դրամից մի փոքր ավել է եւ կարծում եմ, որ այս պլատֆորմի հետ աշխատանքը եւ այդ փաստաթուղթը հետագայում այլ նպատակներով օգտագործելը կարող է նաեւ հետաքրքիր գործիք լինել մեր քաղաքացիայի իրավական հարաբերություններում նաեւ այսքանը երևի որպես արձագանք։ Շնորհակալություն պարոն Գրիգորյան, պարոն Թորոսյան, ես մի տեսանկյունից նաև ուզում եմ լրացնել պարոն Հովհաննիսյանի կողմից նկարագրվածը մեծ հաշվով անձի պրոֆիլի ամբողջականացումը պիտի տեղի ունենա թվայնացման օրակարգը ավարտին հասցնելու եղանակով կամ միջոցով, եթե երբևէ կարող ենք ասել, որ թվայնացման օրակարգը կարող է ավարտին հասնել, որովհետև դա շարունակաբար նոր հնարավորություններ ձևավորող միջավայր է, որտեղ եւ լուծումները ավելի շատ արդյունքի են տալիս, քան մենք կարող ենք սկզբնապես պատկերացնել։ Ուզում եմ հիշեցնել, թե մենք երբ էինք խոսում անձի պրոֆիլը ունենալու կարևորության հարցի մասին, եկեք հիշենք 2020, երբ որ COVID էր, երբ որ կառավարությունը մեծածավալ աջակցության ծրագրեր էր իրականացնում մարդկանց եւ անհրաժեշտ էր որոշումները կայացնել արագ եւ հասցեական։ Եվ այդ ժամանակ պարզվում էր, որ մենք արագության մեջ կորցնում էինք հասցեականությունը, որովհետև չգիտեինք տվյալ խմբի կամ տվյալ անձի տեղը խոցելիության միջավայրում։ Բայց այս 5 տարիների ընթացքում մեր տարբեր պետական կառավարման մարմիններ մեծ աշխատանք են կատարել թվայնացման ուղղությամբ, արդեն այն տվյալները, որոնք ավտոմատ եղանակով հավաքում էին պահոցում, հիմա փոխադարձաբար հասանելի են դառնում տարբեր կառույցների միջև, եւ այդ փոխգործելիությունը տվել է մի միջավայր, որտեղ ՊԵԿ-ը կարողանում է արդեն այդ կառույցներից ինքնաշխատ եղանակով այդ տվյալները վերցնել։ Այսինքն, երբ որ 2022-23 թվականին, երբ մենք խոսում ենք հայտարարագրման համակարգի կարևորության մասին, որպես անձի վերաբերյալ ամբողջական պրոֆիլի ձևավորման գործիք, այն ժամանակ հիմնական մտածողությունը կարող էր դեռևս վերաբերել նրան, որ մարդը ինքը պետք է այդ տվյալները հայտարարեր։ Հիմա քանի որ տեխնոլոգիաները զարգանում են եւ մեր կառույցներն են ավելի թվայնացում եւ այդ տեղեկությունները փոխանակվում են, դրա կարիքը այլևս այդ չափով չկա։ Եվ մեր նպատակը պետք է լինի նա, որ մենք առաջիկա 1-2 տարվա ընթացքում վերջնականացնենք այն ինչ որ մեր օրակարգի ամենակարևոր հարցերից մեկն է թվայնացումը եւ մարդուն տանք հնարավորություն կամ վստահություն, որ ինչ որ պետք է ինքը ասեր իր վերաբերյալ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով լրացումը, եթե պարոն Հովհաննիսյանը ինչպես նշեց, այնուամենայնիվ կան դեպքեր, երբ որ մարդը գիտի մի բան, որ կուզի հայտարարի, բայց այնտեղ դեռևս չկա, ինքը հնարավորություն ունի դա անել։ Մեկ ուրիշ բան եմ ուղղություն եմ ուզում նշեմ, հիմա եկեք 2 դեպք էլ հիշենք։ Մեկը անհատ ձեռնարկատերերը, ովքեր կամ անձիկ, ովքեր ինքնազբաղված են, տաքսի մեքենա են վարում, 3 տարի առաջ, եթե այդ մարդը ցանկանար իր եկամուտները հայտարարել, պիտի գնար ՊԵԿ լրացներ հայտարարագիր եւ հայտարար։ Հիմա միացել է ՊԵԿ-ի հարթակին ինքնաշխատ եղանակով ամեն ամիս կամ չգիտեմ ինչ պարբերականությամբ, որ դա
նախատեսված է համ իր հարկերն է վճարում, համ այդ հարկերը վճարելու հետ միասին նաև հայտարարում են եկամուտները, որից այդ հարկերը վճարել է։ Այսինքն այդ եկամուտները հայտարարելու համար նույնպես առանձին եկամուտների հայտարարագիր գրելու կարիք չի լինի, եւ ՊԵԿ-ը իր ներքին տվյալների շտեմարանների միջև կամուրջներ գցելով այդ տվյալները կտեղափոխի դեպի անձի հայտարարագիր։ Հետևաբար սա մի շարունակական գործընթաց է, որտեղ մենք ստանալու ենք բոլոր լուծումները թվային եղանակով։ Եթե մենք այսօրվա տեսանկյունից նույնիսկ չենք պատկերացնում, թե որոշակի հանգամանքներում ոնց կարող ենք այդ տվյալները մշակել եւ կոնսոլիդացնել, վստահ եմ, որ 2-3 տարի հետո այդ խնդիրը ընդհանրապես չի լինելու։ Այսքանը։ Խնդրեմ։ Այդպիսի օրինակներից է, պարոն Թորոսյան, օրինակ բնակարանի կամ տարածքի վարձակալական եկամուտները։ Այսօր մարդիկ իրենք են լրացնում այդպիսի եկամուտները, վաղը վստահ եմ, որ ասենք այդպիսի պայմանագիր կնքելու դեպքում դա կգրանցվի եւ այդ գրանցված տվյալները արդեն ինքնաշխատ եղանակով կլրացվեն եւ այլևս լրացման կարիք չենք ունենա։ Ես ուղղակի լրացնեմ, որ իրականում այս նախագծով անձի պրոֆիլարման տեսանկյունից շատ էական բան չենք կորցնում, որովհետև ըստ էության այն եկամտի տեսակները, որոնք որ հանվում են այս նախագծով որպես չլրացվող են սահմանվում, իրանք sense չէին լրացվում, անկեղծ ասած, վերջի 2 տարվա փորձը հենց դա էլ հուշում է, բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա մեր ռեֆորմի ուղղությունը հետևյալն է, մենք հիմա մեծամասնություն ինչպես պարոն Խաչատրյանը նշեց, արդեն լրացնում ենք, այս խոսքը հարկային գործակալի կողմից հաշվարկվող եկամուտների մասին է խոսքը, ու հիմնական այս ցանկը, որ ես հնչեցրեցի, որ արդեն պետք է ավտոմատացնենք, ստացվում է, որ մի ահռելի մասը արդեն ավտոմատացնում ենք, մնում է ֆիզանց եւ ֆիզանց օտարերկրյա կազմակերպություններ, հարաբերությունների տիրույթում ստեղծվող եկամուտները, որոնք, ինչպես պարոն նախարարը նշեց, այդ մասով էլ առաջընթաց ունենք, այսինքն պլատֆորմի հարմարավետությունը թույլ է տվել, որ մարդկանց դա էլ հայտարարագրեն եւ թիվը եթե կոնկրետ չնչեցնեմ, մոտ 4 միլիարդով ավելացել է վճարվող եկամտային հարկը հենց այդ ճանապարհով եւ այդ պլատֆորմները ինչպես նշել էի նաեւ այս կառավարության նիստերից մեկի ժամանակ մենք նոր պլատֆորմ ենք մշակում նաեւ հավելված այդ հավելվածն էլ այդ հարմարավետությունը ավելի կբարելավի ու հնարավորություն կտա մարդիկ այդ մյուս եկամուտները, որոնք մենք չենք տեսնում, ավելի հեշտ ձևով հայտարարագրեն։ Շնորհակալություն։ Եթե սխեմատիկ նայենք հարցին, պարոն Թորոսյան, ինքը հետևյալն է տեղի ունենալու, երբ որ բոլորս արդեն հայտարարագիր տանք, բոլորս Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ըստ էության մնալու է եւ թվային լուծումները տանք, որոնք դեռ շատ པարզ են, ավտոմատ են գեներացվելու հայտարարագրերը, մնալու է միայն ոչ ռեզիդենտից ստացած ձեռնարկատիրության արդյունքում Հայաստանում լինելով ոչ ռեզիդենտից ստացած եկամուտն է, որը էլի թվային լուծումով հայտարարատուն կարող է հանձնարարել իր բանկին, որպեսզի ավտոմատ այդ եկամուտի մասին ինֆորմացիան ուղարկի։ Հիմա ձեզ կարող է հարց առաջանա, բայց սա այս ծանր process-ով ինչի են գնում, եթե ինքը ավտոմատ գեներացվող է լինելու մի օր, կարծում եմ սրա տրամաբանությունը շատ պարզ է, երբ որ ամբողջ ծածկույթը լինի ռեզիդենտ ֆիզիկական անձ հարկատուների, այլևս ստվերային եկամուտը լեգալիզացնելու ճանապարհը փակ է լինելու, որովհետև հիմա ինքը եթե ամբողջական չի, դեռևս ենթադրենք հիպոթետիկ հնարավոր է ասել, որ այս մարդուց նվեր եմ ստացել կամ այս մարդուց փոխառություն, բայց երբ որ ամբողջական է լինում, արդեն չի ստացվում դա անել, որտեղ այն մարդու հայտարարագրում չկա տենց եկամուտ, որը հնարավոր է նվիրել։ Ես կարծում եմ մոտավորապես սխեմատիկ էսա մեր ռազմավարությունը, որը լավ առաջագնում եւ ես կարծում եմ լավ արդյունքներ է տալու։ Այլ հարցեր, հարգելի գործընկերներ։ Շնորհակալություն, պարոն նախարար, կարևոր հարց է, հաստատենք, կոմունիկացնենք, խնդրում եմ, որովհետև այնուամենայնիվ այն ինչ որ մեզ պարզա պարտադիր չի, որ հայտարարատուներին անմիջապես պարզ կդառնա, ընդ որում կարծում եմ մեզ բոլորին էլ պարզ չի մի քանի բաներ, որ սահմանումները բարդ են այնուամենայնիվ մնանք կապի մեջ հանրության հետ այս հարցով։
Ես կարծում եմ թվային լուծումների մեջ հարց ու պատասխանի պատուհան ունենք, չէ, պարոն Հակոբյան, ճիշտ եմ հիշում։ Այո, պարոն Գիգոյան, այդ Այսինքն այդ լրացման նոր պլատֆորմը եւ հավելվածը հենց այդպես է լինելու են։ Հավելված է լինենք, չէ՞, մարդուն հասանելի լեզվով հարց ու պատասխանով իրան ուղղորդելու են ճիշտ դաշտեր, որ ինքը հասկանա, թե որ ինչ է նշանակում։ Հիմա ես խնդրում եմ, որպեսզի այս որոշման կարգավորումը անմիջապես տեղափոխենք այնտեղ, որ դառնա հարց ու պատասխանի նաև հնարավորությունը այսօրվանից առաջանա։ Շատ լավ։ Շնորհակալություն, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշում ընդունեցինք։ Հաջորդ հարցը, հարց համար 29։ Պարոն Թորոսյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, առաջարկում ենք փոփոխություններ իրականացնել կառավարության 2020 թվականի 284N որոշման մեջ, որով կարգավորվում են լիազոր մարմին կենսաթոշակառու հարաբերությունները, միասնական սոցիալական ծառայություն եւ կենսաթոշակառու փոփոխությունների նպատակը ապրիլի 1-ից կանխիկից անկանխիկի անցման այդ process-ը սահուն իրականացնելն է եւ որոշակի ես